Եվրամիություն Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանի կառավարությանը մի քանի անգամ նամակ է գրել ու նշել, որ պատրաստ է վերագործարկել երբեմնի քիմիական հսկան Նաիրիտը, սակայն մինչ օրս հստակ պատասխան չի ստացել։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն էլ հակադարձում է։ Այդ առաջարկություններն առայժմ բարի ցանկությունների մակարդակում են, որևէ հստակ ծրագիր չի ներկայացվել։ Սլովակիայում ապրող հայազգի գործարարի խոսքով իրենք նախարարությանը համառոտ ծրագիր ուղարկել են։ Համաձայնության դեպքում էլ ընկերությունը պատրաստ է Հայաստան գալ ու մինչև $100 միլիոն ներդրում կատարել։ Վերագործարկման հնարավորությունները պարզելու համար Համաշխարհային բանկի միջոցներով դեռ 2015-ին աուդիտ իրականացվեց։ Միջազգային փորձագետները բացասական եզրակացություն տվեցին։ Մինչդեռ Գրիգորյանը պնդում է, Եվրամիություն Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի ներկայացուցիչները եւս ուսումնասիրություն են կատարել ու համոզվել, որ գործարանը դեռ կարելի է փրկել։ Մեր ցանկությունն է ստանալ կառավարությունից 1 եվրոյով Նաիրիտ գործարանը, ստանալ 5 տարի ժամկետով հարկային բարենպաստ ռեժիմի պայմաններ, այնուհետև Նաիրիտի տարածքի վրա, որոնց սարսափելի մեծ է եւ մի քանի անգամ գերազանցում է Նաիրիտ կաուչուկի արտադրության պահանջած տարածքները, արտադրության համար պահանջած տարածքները, մենք ցանկանում ենք այնտեղ եւս մի քանի արտադրություններ, եւ քիմիական, եւ էներգետիկ արտադրություններ տեղավորել։ Նախարար Լևոն Յոլյանը Հայոց Աշխարհին տված հարցազրույցում նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել Նաիրիտի վերագործարկման հետ կապված ամեն մի ողջամիտ առաջարկ, եթե այդպիսին կլինի։ Մայիսին անձամբ խոսել եմ հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որին երկար տարիներ անձամբ ճանաչում եմ, ասել եմ, որ ցանկացած իրական ծրագիր պատրաստ ենք քննարկել։ Այս ընթացքում բազմիցս փորձել ենք հոլդինգի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ ստանալ կոնկրետ հիմնավորումներ, սակայն գոնե մինչև այս պահը չենք ստացել։ Յոլյանը նաև նշում է, որ 6 տարիների ընթացքում առաջարկություններ եղել են, սակայն դրանք երբեմն զավեշտի են հասել։ Երբ խոսակցությունների գործնական փուլ տեղափոխվելուց հետո ընկերությունները պարզապես խուսափել են Հայաստան գալ։ Նաիրիտի նախկին աշխատակիցների կարծիքով մինչդեռ կառավարությունը պարզապես չի ցանկանում աշխատեցնել գործարանը։ Թող դա լինի 1500, թող դա լինի 2000 աշխատատեղեր, բայց եթե բազմապատկենք 4-ով 5-ով կտեսնենք ինչքան ընտանիքներ ու ընտանիքի անդամներ կունենան, ասենք, նորմալ աշխատավարձ եւ աշխատավարձով արդեն ապահովելու իրենց ընտանիքը։ Կարծում եմ իշխանությունը եւս պետք է շահագրգռված լինի եւ ոչ թե եւս այլ հենց իշխանությունը ինքը պետք է շահագրգռված լինի Նաիրիտը վերագործարկելուն, այսինքն Նաիրիտով սկիզբ դնելու տնտեսության զարգացնելուն։ Գործարանը ինքը մենակ պայքարում է եւ աշխատավարձի համար իրավունք ստացավ մի կերպ, չնայած խոսած որ պետքա չտան իրանց, որտեղ դա ուրիշը պետքա վճարի իրանց եւ վերաթողարկման համար, որտեղ գիտեք ինչ ասեմ, պատկերացրեք, եթե նախարարը գործանի աշխատողներին ասում է, ինչ եք ուզում մեզանից, ձեր աշխատավարձն տվինք, ձեզնից չպրծանք։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն աշխատավարձի վճարումը եղել է նպատակային, որպեսզի այս հարցը փակվի։ Այդտենց է դուրս գալի իրացից։ Միլիոնավոր դոլարների պարտքեր կուտակած Նաիրիտ գործարանը դադարեց աշխատել 2010 թվականի մարտին, 2000-ից ավելի աշխատակից կրճատվեց։ ԱՊՀ միջպետական բանկին, Երևանի ջեկին, Հեցին ու Գազպրոմ Արմենիային գործարանը 100 միլիարդ դրամից ավել գումար է պարտք։ Պարապուրդի տարիներին միայն աշխատակիցների աշխատավարձի 6 միլիարդ դրամի պարտքը մարվեց, այն էլ ամիսների պայքարից, բողոքի ցույցերից ու ճանապարհներ փակելուց հետո։ Հեցը դատական ճանապարհով է փորձում պարտքը ետ ստանալ եւ Նաիրիտը սնանկ ճանաչելու հարց է բարձրացրել։